Հայ քաղաքական կուսակցությունների ստեղծման ժամանակաշրջանը համընկավ Օսմանյան կայսրությունում լուրջ քաղաքական դրության փոփոխության հետ։ Դա կապված է Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Նա իշխեց մոտավորապես 30 տարի, 1876-ից մինչև 1909 թվականը, եւ այդ ժամանակաշրջանը ընդունված է համարել որպես Զուլումի դարաշրջան, ինչը ուներ իր հիմնական պատճառները, որի մասին հենց կփորձենք հիմա նաև խոսել ու իրականացնել համեմատություններ այդ ժամանակաշրջանի հայ քաղաքական կուսակցությունների եւ նրանց ընդհանուր վերաբերմունքի վերաբերյալ տվյալ ժամանակաշրջանում։ Արդեն խոսեցինք, որ 1890 թվականին ձևավորվել էր Հայ հեղափոխականների դաշնակցություն կուսակցությունը, որը քաղաքական տարաձայնությունների պատճառով հետագայում բաժանվեց եւ արդեն ձևավորվեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Նա էլ իր հերթին ձևակերպվեց արդեն ազատագրական պայքարի կազմակերպման եւ իրականացման սեփական մոդելը, սեփական գաղափարախոսությունը եւ ուղիները։ Այդ գաղափարախոսությունը տպագրվում էր դրոշակ պաշտոնաթերթում եւ ներկայացվում էր հասարակությանը։ 1876 թվականի հետ կապված կարող ենք նշել, որ գահ բարձրացավ Աբդուլ Համիդը սահմանադրական բարեփոխումների իրականացման կեղծ խոստումներով, իհարկե նա ցրեց այդ սահմանադրությունը եւ երկիրը վերածեց մի այսպես բռնապետական կառավարման, որտեղ ամբողջ իշխանությունը իրացնում էր սուլթանական պալատը, անձամբ Աբդուլ Համիդը, իսկ շրջանային ղեկավարումը իրականացնում էր հենց իր գործակալների, լրտեսների միջոցով։ Հենց այդ լրտեսները մեծ ազդեցություն եւ դերակատարում ունեցան 1894-96 թվականներին կազմակերպված հայության կոտորածների մեջ։ Արդեն 1890-ական թվականներին Սուլթան Աբդուլ Համիդը երկրում հաստատել էր խիստ բռնատիրական ղեկավարում, արգելված էր համեմատաբար ամբողջ ազատական մամուլը, երկրում հաստատված էր մեծ գրաքննություն, անգամ դա կարող էր հասնել զավեշտալի մակարդակի, երկրում արգելված էր ազատ գրականությունը, անգամ Շեքսպիրի Համլետը կարող ենք նշել, որ արգելված էր Օսմանյան կայսրությունում ընթերցել, տարածել, արգելված էր նաև հենց այդ ամենի տարածումը հասարակության մեջ։ Սա արդեն ամբողջովին երկիրը վերածեց Աբդուլ Համիդի բռնատիրության։ Նա ստեղծեց նաև իր այսպես կոչված զորագնդերը, Համիդիե, քրդերից կազմված, որը տեղակայեց Արևմտյան Հայաստանի քաղաքներում, ինչը ուներ նաև հենց իր հստակ պատճառաբանությունը, դրանով նա ցանկանում էր սրել հայերի, քրդերի եւ մնացած հպատակ ժողովուրդների հարաբերությունները, լարել միմյանց դեմ, որը կնպաստեր արդեն ազգամիջյան բախումների, այսինքն ամբողջական մեղքը բարթելով քրդերի եւ մնացած մահմեդական ժողովուրդների վրա։ Սուլթան Համիդի օրոք ձևակերպվեցին արդեն երկու հենց այդ դոկտրինները, պանթյուրքիզմը եւ պանիսլամիզմը սկսեց գլուխ բարձրացնել։ Հիմնականում պանիսլամիզմն էր իշխում Աբդուլ Համիդի ժամանակ, որով նա ցանկանում էր միավորել բոլոր մահմեդականներին մեկ դրոշի, Թուրքիայի դրոշի ներքո, իրեն էլ հռչակել գլխավոր խալիֆ եւ իրականացնել այդ մեծ պետության ղեկավարումը։ Պանիսլամիզմը իր սուր ուղղությամբ ուղղված էր հայության եւ մնացած քրիստոնյա ազգաբնակչության նկատմամբ։ Արդեն Աբդուլ Համիդի կառավարման ժամանակաշրջանում երկրում փոխվում է նաև քաղաքական կուրսը։ Մինչ այդ երբ բրիտանական իշխանությունները համագործակցում էին Օսմանյան կայսրության հետ, այս ընթացքում արդեն նրանց ավելի ձեռնտու էր մասնատել Օսմանյան կայսրության տարածքները եւ ենթարկել իրենց ազդեցության ներքո։ Մեծանում է արդեն օսմանա-գերմանական համագործակցությունը եւ Թուրքիան արդեն ձգտում էր փոխել իր ուղղությունը դեպի Գերմանիա, եւ դա նկատելիորեն երևում է արդեն գերմանական ռազմական փորձագետների այցը Թուրքիա, բանակի վերակազմումը հենց գերմանական մոդելով։ Սա էլ հենց նպաստում է արդեն այդ համակարգի իրականացմանը։ 1894 թվականին Աբդուլ Համիդի վարչակարգը սկսում է հայության կոտորածները Արևմտյան Հայաստանի տարածքում, ցեղասպանությունը որպես այդպիսին սկզբնական շրջանում գործի է դրվում Սասունի եւ Մշո դաշտում, Սասունում թուրքերը սրի են քաշում 10,000-ի հասնող բնակչությանը, մեծ մասը արտագաղթում է այդ շրջանից, դժում է նաև Արևմտյան Հայաստանի մնացած քաղաքների հայությունը, որը դաժանաբար ենթարկվում է կոտորածների եւ բռնագաղթի։ Աբդուլ Համիդյան ջարդերի հետևանքով զոհերի թիվը ըստ պաշտոնական տվյալների կազմում է մոտավորապես 300
100,000, 100,000-ավոր հայեր այդ ցեղասպանության հետևանքով դարձան աքսորիալներ եւ հեռացան Արևմտյան Հայաստանից, բռնելով արդեն տարածության ճանապարհը եւ լրացնելով արդեն հայկական գաղթավայրերի հայերի քանակը։ Այս ընթացքում հայ քաղաքական կուսակցությունները, որոնք արդեն իսկ ձևավորվել են, տարբեր մոտեցումներ դրսևորեցին ստեղծված բարդ իրավիճակին։ Հնչակյան կուսակցությունը, օրինակ, որպես ձևավորված կուսակցություն, փորձեց համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել տվյալ ժամանակաշրջանի հայերի կոտորածների վրա։ 1895 թվականի մայիսի 11-ին հրապարակվեց մեծ տերությունների կողմից Արևմտյան Հայաստանում բարենորոգումների իրականացման լայնածավալ նախագիծը, որը ներկայացվեց Սուլթան Աբդուլ-Համիդ II-ին։ Քանի որ մեծ տերությունները տեսել էին թուրքական վայրագություններն Արևմտյան Հայաստանում եւ հայերի կոտորածների այդ սարսափելի լուրերը, նրանք պարտադրեցին Օսմանյան կայսրությանը, որպես իրականացնի այդ բարեփոխումները եւ վերջ տա ցեղասպան քաղաքականության իրացմանը Օսմանյան կայսրությունում։ Այս ընթացքում իհարկե ընդունվեց այդ այսպես կոչված բարենորոգումների ծրագիրը, սակայն Աբդուլ-Համիդ II-ը իր դիվանագիտական նենգ խարդախությունների հիման վրա կարողացավ հասնել դրա չիրականացմանը, մանևրելով միջազգային այս լարված դրության մեջ։ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն իրականացրեցին Գումգափուի ցույցը, այնտեղ Բաբը Ալիի ցույցը, դրանով ցանկանալով հրավիրել իրենց ուշադրությունը միջազգային հարթակներում հայկական հարցի եւ հայկական կոտորածների վրա։ Օսմանյան իշխանությունները պատասխանեցին այդ ցույցերին իրենց վայրագություններով։ Օսմանյան բանակի զինվորականները գնդակահարեցին խաղաղ ցույց իրականացնող մարդկանց, պատճառելով զոհեր, տեղի ունեցան ձերբակալություններ եւ նոր դաժանություններ։ Կոտորածները բռնկվեցին ավելի մեծ թափով եւ արդեն շարունակվեցին մինչեւ 1896 թվականը։ Այս ընթացքում Դաշնակցություն կուսակցությունը եւս փորձեց հրավիրել այսպես կոչված միջազգային դերակատարների ուշադրությունը հայկական հարցի վրա, իրականացնելով Բանկ Օտոմանի գործողությունը։ Նրանք զավթեցին Օսմանյան կենտրոնական բանկը, այնտեղ պահանջելով հենց այդ բարենորոգումների իրականացումը, սակայն ի վերջո տեղի տալով Օսմանյան գերակշռի ուժերի միջև նրանք հանձնվեցին եւ դրանից հետո էլ կրկին տեղի ունեցան ջարդերի սաստկացում։ Աբդուլ-Համիդյան այս կոտորածների ընթացքում կարող ենք նաև ընդգծել հայության պատասխան հարվածը Օսմանյան կայսրությանը, որոշակի տեղերում տեղի ունեցան ինքնապաշտպանական մարտեր, ազատագրական կռիվներ, որոնք գոնե քչացրեցին զոհերի քանակը տվյալ նահանգներում։ Արժանի է հիշատակության Սասունի ինքնապաշտպանությունը, Զեյթունի հայերի ինքնապաշտպանությունը, Վանի հերոսական ինքնապաշտպանությունը։ Ի վերջո սրանցից ամենահաղթական գործողությունը, որ կարող ենք մենք ընդգծել, դա 1896 թվականի Զեյթունի ինքնապաշտպանությունն է, մասամբ նաև Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, որտեղ նաև քաղաքական ուժերը դրսևորեցին միասնություն։ Հատկապես Զեյթունի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական բանակը չկարողացավ ընկճել հայ աշխարհազորայինների դիմադրությունը եւ բանը հասավ միջազգային քննարկման եւ ֆրանսիական միջնորդությամբ կնքվեց հաշտության պայմանագիր, որով Օսմանյան կայսրությունը փաստացի հաշվի նստեց Զեյթունի հայության ինքնավար դրության հետ։ Իսկ Վանի հերոսամարտի հետ կապված կարող ենք ընդգծել հերոսամարտի կարևորությունը, դրա կազմակերպվածությունը տեղի հայության փրկության համար։ Իհարկե, թուրքական իշխանություններն այստեղ եւս դրսևորեցին իրենց նենգ կերպարը եւ տրամադրելով անվտանգության երաշխիքներ կազմակերպիչներին ինքնապաշտպանության, նրանք նշեցին, որ ինքնապաշտպաններին կթողնեն անցնել Պասկաստան խաղաղ միջոցով, սակայն դարանակալելով պասկական սահմանին, նրանք սպանեցին ինքնապաշտպանության կազմակերպիչներին։ Այս սպանդը մեծապես ազդեց արմենական կուսակցության վրա, որի հիմնական կորիզը ցավոք սրտի հենց այս սպանդի հետևանքով ոչնչացվեց եւ գնալով թուլացավ արմենականների ազդեցությունն արդեն արևմտահայության կյանքում։ Հետագա գործողություններ, որպես այդպեսին կարող ենք նշել Խանասորի արշավանքը 1897 թվականին կազմակերպված կրկին, որն ուղղված էր քրդական Մազրիկ ցեղի դեմ, որն իրականացվեց այս ընթացքում հայկական այդ զորամիավորումների կողմից, եւ արդեն 1900 թվական, այսինքն 20-րդ դար հայ ժողովուրդը մուտք գործեց ցեղասպանված հիասթափված իրավիճակով, շարունակվում էր Աբդուլ-Համիդի Զուլումի քաղաքականությունը, դարաշրջանը դեռևս իր
դրության մեջ էր եւ արդեն այս ընթացքում կարող ենք նշել 1904 թվականի այսպես կոչված Սասունի ապստամբությունը, այն հիմնական այսպես կոչված ապստամբությունն էր, որը կրկին կազմակերպվեցին քաղաքական ուժերի կողմից ընդդեմ Օսմանյան բռնապետության եւ Աբդուլ-Համիդի ռեժիմի տապալման, սակայն ի վերջո ապստամբների ուժերն այստեղ եւս տեղի տվեցին օսմանյան գերակշիռ բանակների նկատմամբ եւ ցավոք սրտի թուրքական զորքերը մուտք գործելով Սասունի գյուղական բնակավայրեր կարողացան հեշտությամբ նվաճել այդ բնակավայրերը, ցավոք սրտի դիմադրությունը թուլացավ նաեւ լեռնային վայրերում, որտեղ հենց հիմնականում ամրացել էին հայ զորագրու միավորումներ եւ շարունակում էին պայքարը թուրքերի դեմ։ Ի վերջո նրանք եւս տեղի տվեցին եւ նահանջեցին Մշո դաշտ, այնտեղ շարունակելով հերոսական դիմադրությունն ի վերջո։ Այս ընթացքում հատկապես արժանի է հիշատակել Գևորգ Չավուշի գործունեությունը, որը եւս հանդուգն պայքար մղեց թուրքերի դեմ հենց այս շրջանում։ Արժանի է նաեւ հիշատակել 1907 թվականին նրա կողմից հենց իրականացված Սուլուխի կռիվը, որտեղ էլ նա հերոսաբար զոհվեց որպես հայ ազատամարտի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։ Այս ընթացքում արդեն թուրք իրականության մեջ հանդես էր գալիս ավելի ազատական գաղափարները, ստեղծվել էր միություն եւ առաջադիմություն, նույն ինքը Իթիհադ Վեթերաքի կուսակցությունը, դա ապագա երիտթուրքական կուսակցությունն էր, որը ձգտում էր հասնել Օսմանյան կայսրությունում սահմանադրական կարգերի վերականգնմանը եւ Սուլթան Աբդուլ-Համիդի հեռացմանը իշխանությունից։ Փաստացի երիտթուրքերը կենտրոնացել էին կայսրության ավելի արևմտյան հատվածում, հունական հատվածում, իրենց քաղաքական կորիզը որպես այդպեսին գտնվում էր Սալոնիկում եւ Մոնաստիրում, որտեղ էլ նրանք հիմնականում կենտրոնացած են եւ իրականացնում են իրենց գաղափարախոսության մշակումը եւ ապագա քաղաքական պլանները։ Արդեն այս ընթացքում նկատվում է անգլո-ռուսական որոշակի մերձեցում, Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա բնակչության համար բարենորոգումներ իրականացնելու հարցի շուրջ, բայց իրականում դա միտված էր տարածքները մասնատելու վրա։ Կենտրոնացավ հիմնական ուղղությունը Մակեդոնիայում, այսքան ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր հենց Մակեդոնիայի վրա, որն էլ ցանկանում էին մասնատել։ Արդեն Ռևելում տեղի ունեցած 1908 թվականին հանդիպումը Նիկոլայ II-ի եւ Էդվարդ 6-րդի միջև հանգեցին այն տեսակետին, որ արդեն ժամանակն է իրականացնել Մակեդոնիայում բարեփոխումներ։ Սա արդեն նպաստեց, որ երիտթուրքերը ավելի ակտիվ գործողությունների անցնեն Մակեդոնիայում, նախ պահելով Մակեդոնիան Օսմանյան կայսրության տարածքում եւ նաեւ իրականացնելով հեղաշրջումը, քանի որ արդեն Կոստանդնուպոլսում սկսվել էին քաղաքական բռնությունները իթիհատականների դեմ։ Այսինքն ժամանակն աշխատում էր նրանց դեմ եւ պետք է անցնեին կտրուկ գործողությունների։ Դա տեղի ունեցավ արդեն 1908 թվականի հունիսին, երբ Օսմանյան բանակի հրամանատարները անձամբ Նիազ Բեյի գլխավորությամբ հրաժարվեցին մարտնչել եւ բացացան լեռներն, այնտեղ պարտիզանական կռիվներ մղելու պատրվակով։ Նրանց միացավ նաեւ հետագայում ապագա Էնվեր Փաշայի զինված զորամիավորումները, կենտրոնացնելով ուժերն այնտեղ, նրանք իրենց շուրջը միավորեցին Օսմանյան բանակի հիմնական կորիզը եւ փաստացի Մակեդոնիայում իրականացրեցին հեղաշրջում, այնտեղ հաստատեցին սահմանադրական կարգեր։ Սրանից վախեցավ Աբդուլ-Համիդ II-ը, որը անմիջական վտանգ տեսավ իր իշխանության նկատմամբ եւ միանգամից հայտարարեց, որ արդեն հունիսի 23-ին երկրում կրկին ընդունում է սահմանադրությունը։ Վախենալով երիտթուրքերի առաջխաղացումից փաստորեն Աբդուլ-Համիդ II-ը տեղի տվեց։ Երկրում վերականգնվեց սահմանադրությունը, կարելի է նշել, որ իրականացվեց սահմանադրական հեղափոխություն, բայց Աբդուլ-Համիդը չհեռացավ իշխանությունից։ Երկրում հաստատվեց փաստացի երկիշխանություն։ Մի կողմում երիտթուրքերն էին, մյուս կողմում Աբդուլ-Համիդի իշխանությունը։ Սակայն երիտթուրքերը հասան նաև, որ Աբդուլ-Համիդի իշխանությունը մասնակիորեն սահմանափակվի։ Նա չուներ այն հնարավորություններն ու իրավունքները եւ այն մեծ լիազորությունները, ինչ որ արկա էր Զուլումի ժամանակաշրջանում։ Երիտթուրքական հեղափոխությունը տարբեր կերպ ընկալվեց կայսրության ժողովուրդների կողմից, բայց մեծամասամբ քրիստոնյա ազգաբնակչությունը շատ խանդավառությամբ ընդունեց երիտթուրքական հեղափոխությունը, դրա մեջ տեսավ փրկության հույսեր, որ նրանցից մի մասը նաև կարծում է, որ Օսմանյան կայսրությունը կանգնած է իր պատմության լրիվ նոր շեմին եւ գնում է արդեն այլ ուղղությամբ։ Շատերը կարծում են, որ արդեն հետևում են մնացել Օսմանյան դաժան այդ իրականության
պատրանքները եւ արդեն նոր ժամանակաշրջան է գալիս կայսրության հպատակ ժողովուրդների նկատմամբ, քանի որ երիտի թուրքերը հանդես էին գալիս արդարություն, հավասարություն եւ եղբայրության թեզերով։ Հեղաշրջումից հետո տեղի ունեցավ երիտի թուրքերի եւ մնացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ճակերտավոր եղբայրացումներ, բոլորը սկսեցին գրկախառնվել, այսպես կոչված, սկսեցին բարեկամանալ իրենց նախկին թշնամիների նկատմամբ։ Տեղի ունեցավ փոփոխություն գաղափարական այս ընթացքում, դա ակնհայտ էր նաև հայ քաղաքական կուսակցությունների մեջ, որոնցից ամեն մեկը տարբեր կերպ ընկալեց երիտթուրքական հեղափոխությունը, բայց մեծապես փոխվեց եւս հայ ժողովրդի վերաբերմունքը երիտթուրքերի նկատմամբ։ Հայ ժողովուրդը եւս այն կարծիքին էր, որ երիտթուրքերն իրականացնելով իրենց հեղաշրջումը նպատակ ունեին բարձրացնել ազգային փոքրամասնությունների իրավունքները, պաշտպանել նրանց շահերը, հասնել ի վերջո նրանց իրավունքների իրացմանը Օսմանյան կայսրությունում, դրանում տեսնում են նաև իրենց փրկությունը։ Հայ քաղաքական կուսակցություններից հնչակյան կուսակցությունը չուներ ոչ միանշանակ վերաբերմունք երիտթուրքական հեղափոխության հետ կապված, սկզբնական շրջանում նրանք եւս փորձեցին համագործակցել երիտթուրքերի հետ, սակայն վերջնարդյունքում հասկանալով երիտթուրքերի իրական նպատակները, հնչակյանները խզեցին իրենց կապերը երիտթուրքերի հետ եւ միանգամից չգնացին համագործակցության։ Այլ էր սակայն իրավիճակը դաշնակցություն կուսակցության մոտ, նրանք միանգամից փոխեցին իրենց քաղաքական կուրսը, քաղաքական գաղափարախոսությունը այսպես կոչված, հրաժարվեցին Արևմտյան Հայաստանի ազատագրական գաղափարի ողջ դրույթներից, համագործակցելով երիտթուրքական կուսակցության հետ, իրականացնելով նաև միատեղ հենց երիտթուրքական հեղաշրջումը։ Դաշնակցությունը այս ընթացքում լավացնելով իր հարաբերությունները երիտթուրքերի հետ, փաստորեն զոհաբերեց հայկական հարցում իրենց առաջ քաշած տեսակետներին եւ Արևմտյան Հայաստանի ազատագրության թեզերին։ Դաշնակցությունն այս ընթացքում այն գաղափարին էր, որ համաձայն էին Օսմանյան կայսրությունում հաստատել սահմանադրական կարգեր, հաստատել ազատական կառավարում եւ դրանով հասնել փաստացի բարեփոխումների իրականացմանը ողջ կայսրությունում, որն էլ կնպաստեր արդեն արևմտահայության կյանքի բարելավմանը։ Սակայն փորձը ցույց տվեց, որ երիտթուրքերի հետ համագործակցությունն այդքան էլ իրատեսական քայլ չէր, այլ ավելի շատ պատեհապաշտական որոշում էր դաշնակցության կողմից զոհաբերել սեփական ժողովրդի ազատագրական նկարտումները, գաղափարախոսությունը, որը որ իրենք էին առաջ քաշել եւ հենց այդ գաղափարի հիմա վրա էր ձևավորվել տվյալ կուսակցությունը, զոհաբերել երիտթուրքերի շահերին հանուն հեղափոխության եւ այն պատրանքային թեզերին, որոնք մեծ հաշվով չիրականացվեցին երիտթուրքերի կողմից, քանի որ նրանք ողջագրեցին արդեն ավելի ազգայնամոլական գաղափարախոսություն, անցնելով անգամ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանին։ Պաշտոնական գաղափարախոսություն ընդունելով պանթյուրքիզմն ու պանիսլամիզմը, Օսմանյան կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերը փաստացի առաջ էին քաշում Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների կամ օսմանացմանը կամ ոչնչացմանը։ 1909 թվականին հասնելով նաև Աբդուլ Համիդի վերջնական հեռացմանը, փաստացի իթիատականները երկրում կամաց հասնում էին բացարձակ իշխանության, երկրում հաստատելով նաև բռնապետական կարգեր։ Ամբողջ իշխանությունը փաստացի կամաց կենտրոնացում էր զինվորականների շուրջ։ Փաստացի նաև թուլացել էր Օսմանյան խորհրդարանի դերակատարումը, որը մեծ հաշվով այդքան էլ մեծ նշանակություն չուներ երիտթուրքերի որոշումների կայացման կամ չկայացման գործում։ Եվ հենց այս ընթացքում երիտթուրքերը ցույց տվեցին իրենց հակահայկական գործունեությունը։ 1909 թվականին, երբ մայրաքաղաքում շարունակվում էին քաղաքական ինտրիգները Համիդի կողմնակիցների եւ երիտթուրքերի միջև, օգտվելով պատեհ առիթից երիտթուրքերը իրականացրեցին Կիլիկիայում հայ խաղաղազգաբնակչության փաստացի Ադանայում իրականացվեց հայ խաղաղբնակչության կոտորած, որին զոհ գնացին 30,000 հայեր, եւ դա իրականացվեց երիտթուրքերի կողմից այն պատճառաբանությամբ, թե իբր Կիլիկիայում դեռևս մնացել էին Համիդի կողմնակիցները։ Փաստորեն իրենց իշխանության արդեն իսկ երկրորդ տարում երիտթուրքերը ցույց տվեցին իրենց իրական կերպարը, իրենց իրական գաղափարախոսությունը, որ հիմնված է իրենց պանթյուրքիզմի եւ պանիսլամիզմի վրա,
մի կողմ նետելով ազատության, հավասարության եւ եղբայրության այդ թեզերն ու լոզունգները, որի հիման վրա կարողացել են մանիպուլյացնել կայսրության մնացած ժողովուրդներին եւ նաեւ նրանց քաղաքական կուսակցություններին, որին ցավոք նաեւ հենց զոր գնաց հայ հեղափոխական դաշնակցությունը։